Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իրականում շատ դժվարանում եմ մեկնաբանել նման հայտարարությունները, անկեղծորեն եմ ասում, քանի որ մեկնաբանելիս պետք է որպես հավանաբար փորձեմ իրավական հիմքեր գտնելու տեսանկյունից մեկնաբանեմ, իսկ դա չափազանց դժվար է այս իրավիճակում։ Ես հիմա ուղղակի ուզում եմ հասկանամ, ես հիշում եմ երեք Վլադիմիր Վարդանյանը իր ելույթում խոսում էր նրա մասին, որ սա եղածը դեռևս կանխարգելիչ հնարավորության մասին է, հնարավորության, որ այնպես չէ, որ իրենք այս գործիքից օգտվելու են։ Փաստորեն, բայց արդեն գործադիր իշխանության ղեկավարը ասում է, որ հուլիսին հաստատ օգտվելու են։ Հասկանում եք, այս աստիճան իրար հակասող իրավիճակ, գիտեք որ դեպքերում է լինում, երբ նպատակը գործողության լինում է ոչ լեգիտիմ։ Երբ իրավունքին միջամտություն է տեղի ունենում, մենք ունենք շատ հստակ տարիների ընթացքում ձևավորված մեխանիզմ։ Այդ միջամտությունը պետք է լինի պիտանի, պետք է լինի անհրաժեշտ եւ պետք է լինի համարժեք, միաժամանակ հետապնդելով լեգիտիմ նպատակ։ Հիմա տվյալ դեպքում այնինչ տեղի է ունենում հեծի նկատմամբ այս իմ թվարկած չափորոշիչներից որևէ մեկի հետ նվազագույն համապատասխանություն չունի։ Եվ սա ակնհայտ է, թե Հայաստանի Հանրապետությունում, թե տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Իսկ իրավական հետևանքները այդ իմաստով փոխհատուցումների եւ այլ գործիքակազմերի կրկին որպես տուժող հանդիսանալու ենք բոլորս։ Եվ հույս ունեմ, որ թե աշխատողների գործունեությանը միջամտությունից պետք է զերծ մնալը ընկալվի, թե պետք է անմեղության կանխավարկածը հարգվի։ Եվ ի վերջո գործադիր իշխանությունը չպետք է երբեք վերածվի դատական իշխանության։ Թեև կրկին հիշեցման կարգով Արմեն Դանիելյանը պետք է դառնա Վճռաբեկ դատարանի դատավոր, Արմեն Դանիելյանի մասնագիտական գործունեության այդ աճը կախված է մեկ խմբակցությունից։ Եվ այդ մեկ խմբակցությունը քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն է, ով ամեն օր խոսում է Սամվել Կարապետյանի մասին։ Եվ Հայաստանի Հանրապետության իրական ժողովրդավարական մթնոլորտում հենց Արմեն Դանիելյանը պետք է որոշի Սամվել Կարապետյանը շարունակի մնալ կալանավորված միջին ծանրության ենթադրյալ հանցանքի համար, որտեղ այլևս Հայաստանում ոչ մեկ չի կալանավորվում, թե բոլոր դեպքերում պետք է շարունակի մնալ կալանավորված։ Կարծում եմ այսքան բարդ իրավական կանխատեսում կատարելու հնարավորություն այլևս չի լինում։ Շնորհակալություն։ Ժողովրդի մեջ տարածված թեզերը, ասենք, դասում են դրան անժանանքով, ամեն դեպքում ինչքան էլ աբսուրդ լինի, բայց մարդիկ այդպես են։ Պուտինը Սամվել Կարապետյանին ուղարկել է Հայաստանի իշխանապետություն անելու եւ վարչապետ դառնալու եւ կգա այն բանը, որ Պուտինը տեղ կկանգնի անտեր չկա։ Անկեղծ ասած չեմ կարողանում պատկերացնել ինչպես փորձեմ արձագանքել նշված հարցադրմանը, ժողովրդի մեջ խոսակցություններին վերաբերում եմ իհարկե մշտապես հարգանքով, քանի որ յուրաքանչյուրս ունի իր կարծիքի իրավունքը, ազատ արտահայտվելու իրավունքը, իհարկե Սամվել Կարապետյանի դեպքում դրա համար քրեական հետապնդում է հարուցվել եւ վերջինս կալանավորված է հենց իր ազատ կարծիքը եւ խոսքը իրացնելու համար, այդ առումով կարող եմ նաեւ ինչ որ իմաստով օգտվելով այս հնարավորությունից մեր հայրենակիցներին էլ զգուշացնեմ, որ հատկապես մայրաթոռը պաշտպանելու համար, եթե մի քիչ էլ բնական, այսպես ասած, վրդովմունք էլ ունենաք, շատ հնարավոր է եւս դա դիտարկվի որպես իշխանության զավթման կոչ, չենք կարող բացառել, արդեն դրա նախադեպը ունենք, Սամվել Կարապետյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մեր հայրենակիցներին կարող ենք նշված հանգամանքը հիշեցնել, որ մեր օրենսդրության համաձայն Հայաստանի Հանրապետության միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է լինել կառավարության անդամ, ազգային ժողովի պատգամավոր եւ այլն։ Հետևաբար կարծում եմ դրանով այդ հարցը կարող ենք դնել մի կողմ։ Հայաստանի այո, դա հանրային ճշմարտություն է։ Այսինքն առնվազն ես չեմ կարող ժողովրդի կարծիքները մեկնաբանել, կարող եմ փորձել ուղղակի իրավիճակային մեկնաբանությունը տալ, բայց նաև առաջարկում եմ սրանով սահմանափակվենք հարգելի գործընկերներ, վերջին հարցը։ Ժողովրդի թեզերի մասին խոսք գնա, թեզեր
Կան նաև որոնք ուղիղ կապ են տեսնում, օրինակ 2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանի կողմից Սամվել Կարապետյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը եւ 2025-ի նույն օրը հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի կալանավորմանը կապված։ Այս պետք է փնտրել ինչ-որ ուղղակի կապակցություն այս համատեքստում, թե ոչ, քանի որ այսպես ասած ժողովուրդն է ասում, նաև հանրային շրջանակներ են արձանագրել ու քաղաքական։ Տեսեք, եթե նախորդի հնչեցված հարցադրման վերաբերյալ ավելի շատ կարծիքի, սուբյեկտիվ դատողությունների, հնարավոր վերլուծությունների տիրույթում էր, ձեր կողմից ներկայացված հարցադրումը իր մեջ փաստական տվյալ ունի։ Փաստական տվյալ 2021 թվականի հունիսի 18 Սամվել Կարապետյանը ստացվում է իր գործունեությամբ Ադրբեջանի կողմից ընկալվում է որպես մարդ, ում նկատմամբ իրենք ուզում են քրեական հետապնդում իրականացնել։ Մի հատ էլ չեն զլանում, հետախուզում են հայտարարում։ 2025 թվական հունիս 18 Հայաստանի Հանրապետությունը իրավական ռեպրեսիվ ողջ համալիրը իրացնում է Սամվել Կարապետյանի նկատմամբ, թե իր անձնական ազատության իրավունքի, թե սեփականության իրավունքի, թե արդար դատաքննության իրավունքի, ի վերջո վերհիշենք վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած։ Այս առումով արդյոք այստեղ պատահականություն է այդ ամենը թե ոչ։ Եկեք ես դատողություն չանեմ, բայց առնվազն ֆիքսենք փաստական տվյալ Ադրբեջանի համար Սամվել Կարապետյանը հանդիսանում է հետախուզման հետապնդման ենթակա անձ։ 2025 թվական հունիս 18 Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետության իրավապահների եւ իհարկե գործադիր իշխանության ղեկավարի խոստման արդյունքում հանդիսանում է քրեական հետապնդման ենթարկվող ապօրինի կալանքի մեջ գտնվող անձ։ Այն որ կալանքն էլ հետապնդումն էլ ակնհայտ ապօրինի է, անզեն աչքով նկատելի է։ Դրա համար նույնիսկ իրավաբան պետք չի լինել։ Այն որ այստեղ կրկին եմ ուզում նշել, քրեական գործ չկա, դա ակնհայտ է։ Այստեղ ես նույնիսկ փաստական տվյալների հետ կապված վեճել չեմ կարողանում ունենալ։ Այն որ նույնիսկ մասնակցել, միջամտել մեր ձևով այդ արտահայտությունների հետ կապված ինչ իրավական վեճ ունենանք, չենք կարողանում ունենալ։ Բայց այն որ այս խափաման միջոց կալանքը վերացվելու է, համոզված եղեք։ Այն որ այս քրեական հետապնդումը ի վերջո իր տրամաբանական ավարտն է ունենալու, դրանում էլ համոզված եղեք։ Գործընկերներից հետ միասին էլ անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարելու ենք։ Ձեզանից էլ շատ շնորհակալ ենք, որ դուք իրականում եւս մեկ այս գործընթացում աջակցում եք։ Շնորհակալ եմ շատ։